Այնքան վատ բաներ ա կատարվում շուրջս, իսկ որը կապեմ ինչի հետ, իսկ ինչա, իսկ արհավիրք կարելի անվանել։ Ինչպիսի աշակերտ էր Վոլոդյա Գրիգորյանը։ Շատ լավ, ընտիր, բայց ձեզ թվում է ես ինչի եմ եկել։ Այո, Գևորգյան Շողիկ, մաթեմատիկա, 4 դասանից մինչև 10 տվեք։ Ինչպես կնկարագրեք, Տիկին Գևորգյան, գիտեմ, որ հուզմունքը մեծ է ամեն դեպքում, որպեսզի մեր դիտողներն էլ ճանաչեն Վոլոդյա Գրիգորյանի մարդ տեսակ։ Ընտիր մարդ տեսակ, ոչ մի թերություն չուներ ինքը, ոչ մի խելոք, խելացի, բանիմաց, կիրթ, պահելու ձևը իրա, եթե մի բան էլ թերանում էր, կատակի էինք տալիս անցնում էր, այնքան լավ մարդ էր։ Ոչինչ, ես իրան 4 եմ գնահատել, այն ժամանակ 5 բալանոց էր, ես իրան 4 եմ գնահատել։ Բայց վարքով ու մարդտեսակով երևի։ Վարքով ասելու բան չի, ընտիր, համեստ, ես մի անգամ եկա գյուղապետարան, նստած կանոնավոր սպասում էի, որ հերթս գա մտնեմ իրա մոտ, դուրը բացեց ու անմիջապես ասեց ընկեր Գևորգյան, եկեք ներս, ասեցի ինձանից առաջ մարդիկ կան, ասեց ոչինչ դուք եկեք, հարգանքը այնքան մեծ էր, այնքան մեծ։ Այս 5-6 ամիսների ընթացքում ասեմ բավականին մեծ աշխատանք է։ Շատ։ Որ դուք տեսել եք։ Որ ես տեսել եմ հենց մանկապարտեզները անվճար, այո։ Գյուղում ինչքան թերություններ կար, ուղարկումներ վերացնում էին։ Գյուղապետարանով էր տեսել տենց տուալետից բռնացրած կներեք, ամեն ինչը նորմալ վիճակի մեջ ա դրել, շատ նրբանկատ, ես հիշում եմ մի դեպք, որ իմ դասարանը ռեմոնտ արած չէր, մրոտ պատերով դասարան էր, զանգեցի, ասեցի Վալոդյա, իմ դասարանը սենց վիճակում ա, ես տեղ չեմ ոնց մտնեմ, աշակերտներից ոնց տանեմ, ասեց հոգ մի արեք ընկեր Գևորգյան, մի շաբաթվա ընթացքում ռեմոնտ արեց իր ուժերով, այն ժամանակ գյուղապետ չէր։ Այսինքն նույնիսկ գյուղապետ չլինելով ինքը ձեռք էր մեկնում, հա։ Լուրի մասին ինչպես տեղեկացաք դուք, ցավալի լուրի։ Այդ ցավալի լուրի մասին իմ ընկերուհին զանգեց, որը ապրում է իրանց կարելի ասել հարևանությամբ։ Դուք Մերձավանից եք։ Ես Մերձավանից չեմ, ես Հարաքար համայնքից եմ, բայց աշխատել եմ 40 տարի Մերձավանում, դեռ ավել 42 տարի։ Զանգեց տեղեկացրեց ձեզ։ Զանգեց տեղեկացրեց, հա։ Իսկ դիմակավորված անձի հետ կապված մինչև այս պահը ձերբակալված անձ չկա, դիմակավորված անձը կապված է անհետացել։ Աղջիկ ջան, քեզ ինչ ա թվում, որ ուզենան այդ դիմակավորված անձին բռնեն, ինչքան ժամանակ ա տևելու։ Թող մի օր, ես չգիտեմ ուզում են, որ ուզեն կբռնեն։ Իսկ ինչը կարող է լինել նման արարքի դրդապատճառը։ Այո, չեմ կարող ասել, ինքը ոչ մեկին վատություն չէր անում։ Թշնամիներ չուներ, չէ, տենց բան չկար։